Դուք ծնվել եք պատերազմի, այսպես ասած, տարիներին եւ ձեր հիշողությունն է որպես մարդ, որ 44-ից մինչև հիմա ինչն է շատ փոխվել, ինչն է շատ տպավորել ձեզ, որ դուք կպատմեք մի բան, որ ինձ կզարմանցնի, իմ տարեկիցներին կզարմանցնի, ավելի երիտասարդները, թեկուզ քաղաքի մեջ, թեկուզ ինչ որ մի բան տեխնոլոգիական առումով, որ շատ էական է փոփոխությունը։ Կարող եմ ասել, այն տարիներին, երբ որ ես ինձ արդեն սկսում եմ հիշել, դա մոտավորապես 50-ականների սկիզբներ արդեն ինձ հիշում եմ։ Ստալինի մահվան օրը ես հիվանդեի տունը լաց էի լինում, Ստալինի մահվան օրը, որտեղ բոլոր մարդիկ դրսում լաց էին լինում։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ։ Լավ։ Հիմա մենք շատ վատ ենք ապրել։ Ահա որ վատ ենք ապրել, ոչ թե մենակ մեր ընտանիքը, իմ papan այն ժամանակ արդեն բժիշկ էր, բայց ժողովուրդը վատ է ապրել, դա հաստատ վատ է ապրել։ Երբ որ մեր հացի ավտոն մեքենան գալիս էր հաց բերելու, բոլորը գցում են իրանց ներքև, որ հենց մեքենայից այդ հացը գնեն, հաց։ Հիմա մենք ինչ ենք, հիմա լավ ենք ապրում ավելի, քան այն ժամանակ։ Մի կարևոր մի բան։ Մեր առաջադրանքը նա է, որ սրանից հետո ավելի լավ ապրենք, որ դուք արդեն որ հասնեք իմ տարիքի, ասեք, գիտեք, մենք 25 թվականին այնքան լավ չէինք ապրում, բայց այս թվականին չեմ ուզում արդեն շատ լավ ենք ապրում։ Լավ ապրել նյութական բարեկեցության առումով, թե գիտակցական, որովհետև սրանից լավ էլ ինչ ապրենք, եթե մարդուն ինչ է պետք լավ ապրելու համար, գիտակցական նկատի ունեք։ Ոչ թե դա լավ ապրելը պիտի գիտակցես, որ լավ ես ապրում։ Եթե լավ ապրում ես, բայց չես գիտակցում, ես օրինակ գիտակցում եմ, որ մենք հիմա ավելի լավ ենք ապրում, որտեղ նայում եմ ինչա կատարվում, ոնց է կատարվում, կան մարդիկ, որ վատ են ապրում, կան մարդիկ, որ շատ վատ են ապրում, եւ դրանք կարիք ունեն ուշադրության, բայց շատ բան փոխվել է։ Շատ բան փոխվել է։ Ես աշխատել եմ շտապօգնության վրա 2 տարի ժամանակին։ Այն ժամանակ շտապօգնության վրա, պետք է ասեմ, պրամիդոլի 1 ամպուլան վաճառվում էր 10 ռուբլի։ Ես չեմ վաճառել իհարկե, բայց իմ գոլեգաներին ես գիտեմ, որ վաճառել են, ինչի, որովհետև վատ էին ապրում։ Հիմա փարկացած չկա։ Չկա այդ։ Հիմա որ բժիշկը ուզենա հավելյալ գումար չվերցնի, կապրի լավ։ Հավելյալ նայեք, 2 ձև կա, կամ պետք է ավելի շատ աշխատի, կամ պետք է խափի պետությանը, 2 ձև կա, կամ սենց կամ նենց։ Ես աշխատում եմ, ավելի շատ աշխատում։ Եթե դուք հարցնեք, այդ կարակ հարցնեք, քանի տեղ եմ ես աշխատում։ Քանի տեղ եք դուք աշխատում։ Համալսարանում կդասախոսեք հաստատ, Առնաբանական կենտրոնում։ Անի առողջապահության ազգային ինստիտուտում։ Դե Առնաբանական կենտրոնում աշխատում եք, այդ միաշանք հիմնական զբաղվածությունն է, էլի ինչ։ Առնաբանական կենտրոնին աշխատում եմ, բայց իմ աշխատանքը Առնաբանական կենտրոնում դա ես խորհրդատուն եմ այսօրվա տնօրենին։ Ես տեղել եմ տնօրեն, բայց ոսկրածոցի ցողունային բջիջների դոնդորների կենտրոնում մենք զբաղվում ենք ցողունային բջիջներով։ Այդ բջիջների մասին այդքան որ խոսում եմ, դա ինձ հոգեհարազատ բան է։ Մասնագիտական է։ Հա, մասնագիտ։ Եվ մյուսը ես միջազգային կազմակերպության հետ, որը Գերմանիայում է, իրանց էքսպերտն եմ եւ տարբեր տեղեր գնում եմ, տարբեր տենց առաքելություններով դասավանդելու, խոսելու բան եւ Սիրիայից սկսած մինչեւ Եվրոպա կամ այնտեղ կենտրոն, այսինքն հա, իհարկե, բայց եթե ես չանեմ, ավելի վատ կապրենք իհարկե։ Միանշանակ։ Մենակ մի այնտեղ աշխատելով այսօր դժվար է, շատ դժվար է։ Բայց հետաքրքիր է, որ դուք ձեր տարիքում ամեն դեպքում տարիքը ձեզ խոչընդոտ չի, գումար վաստակելու, ճամփորդելու, որևէ բան ձեր կյանքի որակում, ձեր կյանքի ընթացքում պակաս չէ։ Դուք տենց մտածեք։ Բայց ինչ որտեղ զգացնել տալիս է տարիքը։ Այո, հենց այնպես չի։ Ասում եմ հիմա իմ բանը սենց է, իմ ընտրությունն է դա։ Ես այդ տանեմ, բայց անեմ այն ինչ որ ուզում եմ անեմ, թե թողեմ ասեմ լավ է։ Չեք հանձնվում։ Չէ։ Չեք էլ հանձնվելու։ Դե պահը որ եկավ ուզած չուզած։ Բայց ինչքան կարող ենք պայքարենք նաև սա է ձեր։ Այո։ Ինձ եթե հանեն լողավազանից, ես կլեմ երջանիկ մարդ։ Դե լավ մի ասեք։ Բայց տենց է։ Հետաքրքիր է։ Ժամանակի զգացողությունը տարիների հետ փոխվում է, ավելի արագանում է ժամանակը, ավելի քիչ է։ Այո, շատ ճիշտ արագանում։ Երբ որ ես դպրոցում էի, մի տարին ստվում էր մի ամբողջ 10 տարի։ Հիմա չէ, հիմա շատ արագ է։ Երեք վեկացանք, այսօր արդեն նոյեմբերն է։ Ժամանակը ընդհանուր առմամբ բոլորիս համար է արագացել, թե տարիքի հետ է արագանում։ Տարիքի հետ է արագանում։
Ինձ տենց աթվում։ Իսկ ես մտածում եմ, որ ժամանակն է սկսել արագ պատոտվել։ Չեմ կասեմ, ինչ-որ մի բան կա ամեն դեպքում։ Ну, միգուցե տենց էլ է, ես չեմ ժողտում, ես ոչ մի բան չեմ կարող ժողտեմ չիմանալով, բայց իմ համար երևի տարիքի հետ է կապված։ Որովհետև աշխատ բացս անում տեսնում ես արդեն որ իշեք ձեր որպես արդեն առողջապահության կազմակերպիչ առողջապահության նախարար աշխատած ամենադժվար տարիներն էր, սպիտակիրը կրաշարժներ, բարդ շրջանը, մութ, ցուրտ, այս շրջանը գալի որ հիվանդանոցներում էլ լույս չկար եւ ինչեր եք հաղթահարել։ Ես որ ասում եմ հիշողություններ, որոնք մեզ կտպավորեն, միայն դրականը չէ, նաեւ բացասականը։ Ես չեմ մտածել թե ինչ պիտի հաղթահարեմ, ես մտածել եմ վատ ճանեմ ավելի։ Մշկական ձևով։ Այո, այդ հիմնական բանը դա եղել։ Իմ գործընթացներով չվատացնեմ, չվնասեմ համակարգին ու փորձել եմ տենց անել։ Երիտասարդների հետ ոնց եք շփվում։ Թորնիկների հետ, ուսանողների, այսինքն թորնիկները 3-ը ստեղ չեն, մեկն է ստեղ մենակ։ Ինքը Հայկ բանակի սպայայի միջալույց ասեմ, թորնիկս, իսկ 3-ը մյուս 3 աղջիկները բանում են, Գերմանիայում են։ Բայց եթե դուք ուզում եք իմանալ թե երիտասարդները ինչպես են, հավասարի պես, մեծի դիրքերից, երբեք այդ մեծի դիրք ես չեմ սիրում դա։ Ես չեմ սիրում դա։ Ես ոնց որ զգում եմ նենց էլ ցույց եմ տալիս։ Ինչ պլաններն եք առաջիկայի եւ քանի տարվա են պլանները 10-20։ Ոչ մի տարվա պլան չունեմ ես։ Այսօրվա պլաններն ունեմ, այսօր ինչ եմ անելու։ Այսօրվա գործերը շատ են։ Այդ պլաններն ունեմ։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք, որ այդ գործերի մեջ ինձ էլ ժամանակ տվեցիք այս զրույցը ունեցան։ Կա բան, որ չհարցրեցի, կամ մի հետաքրքիր պատմություն, կամ մի բան, որ կուզեք, որ մարդիկ իմանան։ Չասենք դաս խաղենք, դուք ասացիք, որ դասեր տալ, փորձ փոխանցել հնարավոր չէ, մարդիկ պիտի գա ինքնագիտակցության։ Ես կուզեմ իմանամ այն, ինչ որ մինչև հիմա չեմ իմացել։ Բայց գիտեք ինչը չգիտեք։ Դե որ չգիտեք, ոնց իմանաք, որ Բայց հաստատ կա այդ բաները, որը ոչ չգիտեմ, բայց այնց եմ ուզում իմանալ։ Հետաքրքրասեր եք, դա էլ է ասում են հետաքրքրասեր մնալը, լինելը։ Դա երեխային է, չէ՞ բնորոշ հետաքրքրասիրությունը։ Եթե մարդ հետաքրքրասեր է, ուրեմն կյանքի հանդեպ այդ ծարավը կա։ Այո, ճիշտ է։ Հրաշալի է, շնորհակալ եմ, որ եկաք։ Կարծում եմ, որ էլի եթե հանդիպենք, էլի ունենալու ենք հոզակցության թեմա ու ամենտեղ մենք ասել ենք հիմնականը, բայց չենք խորացել դետալների մեջ, որ կարելի է։ Իհարկե կարելի է շատ խոսել դրա մեջ, բայց ես ասում եմ, մարդը ինքն է ընտրում իր ճանապարհը։ Եվ լավի համար, եւ վատի համար պատասխանատու ենք մենք։ Եվ մեր դժվարությունների համար էլ ենք մենք պատասխանատու։ Եվ ամենակարևորը պահպանեք ձեր այն բաժանվող բջիջները շատ, որ նրանք շատ եղան, ուրեմն ձեր շանսերը ապրել ավելի շատ են։ Հա, ես 100 տարի ապրեմ, շնորհակալ եմ։ Դուք ձեր ծննդյան թիվը չասացիք, բայց դա որ բաց ինֆորմացիա է, դրված է դուք ոնց բացարեք նայեք։ Նայել եմ, բա իհարկե, բարոյական համաշխարհն եք ուզում իմանալ։ Հա, չէ, ուզում որ նայեք, ես ինձ բոլոր մարդիկ ով հարգում եւ սիրում են, իմ ծննդյան թիվը գիտեն։